Զինծառայողի մահվան հերթական դեպքն է արձանագրվել, ինչի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, տեղեկացրել է քննչական կոմիտեն։ Գերատեսչության փոխանցմամբ կատարվում են անհրաժեշտ քննչական եւ վարույթային գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Մամուլում տեղեկություններ են ստացվել, որ դեռևս անհայտ պայմաններում մահացած զինծառայողը Չարենցավանի բնակիչ Նարեկ Թորոսյանն է, որը ծառայել է Ճամբարակի զորամասում։ Ընտանիքը Նարեկից բացի 2 դուստր ունի։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին այսօր կրկին բերել են քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Երեկվա 10 ժամ տևած հարցաքննությունը կշարունակվի այսօր։ 3 առերեսվել են Ծառուկյանն ու տուժող ճանաչված Իրանի քաղաքացին։ Ըստ Ծառուկյանի փաստաբանների, իրենք դեռ բազմաթիվ հարցեր ունեն տուժողին։ Այսօր հնարավոր են նաեւ նոր առերեսումներ։ Իրանի քաղաքացին պնդում է, որ Ծառուկյանը իրենից խոշոր չափերի գումար է հափշտակել։ Խոշոր հրդեհ է բռնկվել Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի ավիացիոն շարժիչներ եւ ռազմական տեխնիկա արտադրող գործարանում։ Բռնկումը ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել պայթյունի պատճառով։ Տեղի ունեցածի մասին պաշտոնական արձագանք դեռ չկա։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ալեքսանդր Սիրսկիին ազատել է զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից եւ նրա փոխարեն նշանակել Միխայիլ Դրապատիին։ Որոշումը կայացվել է բողոքի ակցիաներից հետո, երբ բազմաթիվ ուկրաինացիներ պահանջում էին պաշտոնից ազատել Սիրսկիին եւ Միխայիլ Ֆյոդորովին վերադարձնել պաշտպանության նախարարի պաշտոնին։ Արդեն նախկին գլխավոր հրամանատարը կոնֆլիկտ էր ունեցել Ֆյոդորովի հետ։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է արձագանքել Ուկրաինայի զինված ուժերի ղեկավար կազմում կատարված կադրային փոփոխություններին։ Մեջբերում, ես ճիշտ եմ հասկանում, որ Ֆյոդորովն ու Սիրսկին պաշտոններից հեռացվել են ռազմի դաշտում կրած հաջողությունների համար, որոնցով Զելենսկին պարծենում էր արևմտյան գագաթնաժողովներում, ասելով, թե որքան հիանալի են ծախսվել գումարները, բայց դեռ էլի է պետք։ Մեջբերման ավարտը։ Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Բահրեյնի ուղղությամբ։ Հարվածներից հետո պայթյուններ են գրանցվել նաև Իրաքի Էրբիլ քաղաքում։ Իրանական ԱԹՍ-ների հարձակման թիրախը ըստ ամենայնի եղել են ԱՄՆ հյուպատոսությունն ու ռազմակայանը։ Գործարկվել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանում տրամադրված չեն լուրջ վերաբերվել ԱՄՆ-ի հետ բանակցություններին եւ Թեհրանին մեղադրել է նախկին պայմանավորվածությունները տապալելու համար։ Իլհամ Բռնապետ ազատ արձակիր քաղբանտարկյալներին։ Այս բանկարկումներով ու բողոքի ցույցով են Բեռլինում ադրբեջանցի քաղաքական վտարանդիները դիմավորել Իլհամ Ալիևին։ Ալիև մերձ հանդիպման ընթացքում Բաքուն եւ Բեռլինը երկկողմ համագործակցության ռազմավարական օրագրի մասին հռչակագիր են ստորագրել։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ հարավային Կովկասում խաղաղություն, անվտանգություն եւ կայունություն ունենալը անհրաժեշտություն է։ Նա շեշտել է, որ Գերմանիան եւ Եվրամիությունը լիովին հանձնառու են այս աշխարհաքաղաքական կարևոր տարածաշրջանում կայունության հաստատմանը։ Մերցը նաեւ շնորհավորել է Իլհամ Ալիևին Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախաստորագրման կապակցությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին։ Սա վերջին 17 տարվա ընթացքում լիբանանյան պետության ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Վաշինգտոն։ Բանակցությունների գլխավոր թեմաներն են եղել Իսրայելի եւ Լիբանանի միջև հաստատված շրջանակային համաձայնագրի իրագործումը, Լիբանանի հարավից իսրայելական զորքերի դուրսբերումը, ինչպես նաեւ Հեզբոլլահ շարժման զինաթափման եւ երկրում լիբանանյան բանակի վերահսկողության վերականգնման հարցերը։ Սպիտակ տանը կայացած հանդիպման եւ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունինը քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Թրամփը հայտարարել է, որ Լիբանանը տասնամյակներ շարունակ անարդարացիորեն տուժել է եւ ենթարկվել լուրջ մարտահրավերների, սակայն այժմ ամեն ինչ արվելու է երկրին աջակցելու եւ այն արժանի հարգանքով ու անվտանգությամբ ապահովելու համար։ Անդրադառնալով Իսրայելի եւ Լիբանանի միջև ձեռք բերված շրջանակային համաձայնագրին, Լիբանանի նախագահը այն պատմական
հաջողության ձեռքբերում է որակել, ուղղված երկու երկրների միջև թշնամության վերջնական դադարեցմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև լիբանանյան բանակի հզորացման, երկրի հարավում անվտանգության վերականգնման եւ Հեզբոլլահի գործունեության հետ կապված հարցեր։ Լիբանանի նախագահը ընդգծել է երկրի զինված ուժերի կարևորությունը որպես պետականության եւ կայունության հիմնասյուն, ակնկալելով ԱՄՆ-ի շարունակական քաղաքական եւ նյութական աջակցությունը։ So if we left right now, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի ձեռնարկած վճռական քայլերի շնորհիվ Իրանը կտրուկ թուլացել է եւ նույնիսկ եթե ամերիկյան ուժերն այսօր դուրս գան տարածաշրջանից, իրանական կողմին շուրջ 20-ից 25 տարի կպահանջվի նախկին ներուժը վերականգնելու համար։ Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, Թրամփն ընդգծել է, որ Իրանի միջուկային համաձայնագրի չեղարկումն ու նախկինում միջուկային օբյեկտների ուղղությամբ իրականացված հարվածները վճռորոշ դեր են խաղացել։ Նրա խոսքով առանց այդ քայլերի հիմա չէր լինի ոչ Իսրայելը եւ ոչ էլ Մերձավոր Արևելքի մի շարք այլ երկրներ։ ԱՄՆ նախագահը նաեւ խստորեն դատապարտել Իրանի ղեկավարության գործողությունները, հավելելով, որ ցանկացած նոր միջուկային օբյեկտի ստեղծման կամ վերստին կառուցման փորձի դեպքում Միացյալ Նահանգները անհապաղ եւ չափազանց կոշտ հարվածներ կհասցնի այդ տարածքներին։ Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ կուլիսային երկխոսությունների ընթացքում իրանական կողմը ցանկանում է հանդիպել եւ հարցը դիվանագիտական ճանապարհով լուծել։ Եմենցի հութիները Կարմիր ծովում հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին, ինչը կարող է Մերձավոր Արևելքում պատերազմի նոր ճակատ բացել, հայտնել է New York Times-ը։ Հութիները չէին միջամտում ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ընթացող հակամարտությանը, սակայն Վաշինգտոնի դաշնակից Սաուդյան Արաբիայի դեմ նրանց նոր քայլը կտրուկ փոխել է իրավիճակը։ Եմենական խմբավորման այս գործողությունը ոչ միայն սպառնում է ընդլայնել տարածաշրջանային պատերազմի աշխարհագրությունը, այլև կարող է ել ավելի խաթարել էներգակիրների համաշխարհային մատակարարումները։